Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, գործարար ալիքն եք դուք լսում կամ դիտում 106.5 հաճախականությամբ ձեր ռադիոընթունիչներով կամ մուլտիմեդիա հարթակներում։ Եթերում հետախույզի օրագիր հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններ դա, եւ ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ այդ օրհասական օրերին մեր ազգը ամեն դեպքում պաշտպանվել է, կազմակերպել է ինքնապաշտպանություն, դրանցից հայտնի է նաեւ Վանի ինքնապաշտպանությունը, որի մասին Հայկական թաղամասերի պաշարման մասնակցած գերմանացի սպան վկայում է, մեջբերում եմ, հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում, մինչև վերջին շունչը կռվելով Ազատ Հայաստանի եւ Սուրբ Խաչի հաղթանակի համար ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ։ Եկեք այսօր խոսենք հենց մեր ազգակիցների ինքնապաշտպանական գործողություններից, ինչ են արել, ինչ չեն արել, ինչ կարող էին ավելի ճշգրիտ անել, եթե ունենք ավելի համապարփակ ինֆորմացիա, այսօրվա մեր եթերը նվիրենք դրան։ Ես մի քիչ որ ավելի հեռու գնամ, երևի արժե, նախ ասեմ, որ այսօր գրակային ոնց որ չեմպիոնատ է այդում, առաջնություն է այդում Ոմայի, Ոման 24-ին սքալու փոխարեն պատրաստվում է կենսունակությունը բարձրացնելով կամ հավաքները անցկացնում կամ գրակային անում։ Այսօր գրակային առաջնությունը, որտեղ տարբեր մեր պարտներներ, ընկերներ, ասենք, զենք են տրամադրել եւ այդ առաջի տեղը SVD-ը տրվելու Տիգր, երկրորդ տեղը Սայգա, ավտոմատ կալաշնիկի անալոգը որսորդական, երրորդ տեղը, ասենք, Պոմպովիկ հրացանդրա հրահանգիչներին է, իսկ բանը առաջի տեղի Տիգրը օրինակ Եգեր որսորդականն է տվել եւ դա նորմալ է։ Ես հիմա ոչ թե գովազդ եմ անում, այլ ուղղակի ասում եմ, որ կան մարդիկ, ովքեր որ ոչ միայն իրանց գործի մասին են մտածում, ինչ այլոց ինքը խնդրել էր, որ ոչ մի բան չասենք։ Իր անունը չտանք, էլի այդ ֆիրմայի անունը ինչ բաներից ելնելով ներկա, ասենք, մարդկանց սև սպիտակ ուղեղների պատճառով։ Դա էլի ինքնապաշտպանության մասին էր։ Ես դրա համար էսի ուզեցա ամենասկզբից ասեմ։ Նայեք, ինքնապաշտպանական մարտերը 15 թվականի հնարավոր է Սասունում չլինեին, եթե Մշո դաշտում նախապատրաստվային, ոնց որ Սասունն է նախապատրաստված եղել։ Սասունի ապստամբությունից 1890-ական թվականների ապստամբությունից հետո Սասունը չնայելով դաժան պատիժներին, որը որ ասենք զենքի հետ էր կապված, տանը զենք հայտնաբերում էին, ասենք այդ ընտանիքը ոչնչացնում էին, հաճախ գյուղի կեսն էին ոչնչացնում կամ գյուղի տղամարդկանց բան, ամենայն դեպս իրենց պատրաստվելը թույլ տվեց, որ իրանք կարողանան դիմադրեն 15 թվականի ջարդերի ժամանակ։ Եթե Մշո դաշտը նախապատրաստվեր, Սասուն թուրքը չէր հասցանի գար։ Այդ Վահանի պահնը։ Մենք հիմա հաճախ բան ենք անում, մարդկանց շատերից, ասենք, անմիջապես չեմ լսել, որտեղ շատ կոպիտ բերնին կգա այդ նման, ասենք, սրիկա հայտարարություն անող, բայց համացանցում մարդիկ չէին ամանչում։ Գրեին, որ բանը դե Ղարաբաղցին, սենց Ղարաբաղցինը նենց Ղարաբաղից անջատվեցինք, Փարքաստո, բան սենց բաներ, կամ Ղարաբաղի խաթր Հայաստանը չեն կործանի, սենց անհեթեթ, անհեռատես, կենթանական աստիճանի անհեռատես, ոչ թե մանկական, այլ կենթանին, որը 2-3 օրվա հիշողություն ունի, այդ աստիճանի, ասենք, անհեռատես, անհեռատեսությունը բերելա չզինվելուն, չնախապատրաստվելուն Մշո դաշտի եւ Արցախի կորուստի, որովհետեւ եթե դու Վահանից զրկվում ես, դու ստիպված ես լինում անձամբ քո գյուղի, ասենք, մատույցներում արդեն դիմավորել հակառակորդին։ Այ Սասունը ինքնապաշտպանությանը պատրաստվել է, Վանը պատրաստվել է, Շաթաղը
ավելի շուտ է սկսել պատրաստվել։ Դրա համար ի տարբերություն բոլոր մնացած քաղաքների ու գյուղերի, ինքը ամբողջությամբ շրջանն էր պահել եւ հաղթել էր։ Սասունցիներն էլ էին պահել շրջան, բայց հաղթանակ չկարողացան տոնել։ Հա, որովհետեւ իրանց պատրաստությունը մի քիչ ավելի ուշ էր սկսել, ավելի թաքնվելով էին անում, շատ ավելի զգուշ էին։ Արդյունքում, ասենք, Սասունի կորուստները շատ ավելի շատ էին, քան Շաթաղի կորուստները։ Ձեռքբերումները Շաթաղին ավելի մեծ էր, քան Սասունին։ Բացի այդ ամեն ինչից, որ ինքը շուտ էր սկսել Շաթաղը պատրաստվել, ինքը Փեսան դաշտ տարածք կար, որը որ իրա եւ Վանի արանքն էր, ու ճանապարհները բոլոր Փեսան դաշտով էին գնում։ Այդ Փեսան դաշտն էլ էր ինքը նախապատրաստել Շաթաղի օգնությամբ, Գիշան, հա, կարծեմ այդ շրջանը, այդ շրջանի օգնությամբ Փեսան դաշտն էլ է պատրաստվել, դրա համար ճանապարհները ամբողջությամբ Փեսան դաշտի հայերը կարողացել էին կտրեին եւ շատ քիչ ուժեր ա եկել հասել Շաթաղ նաեւ։ Ճիշտ է, էլի շատ քիչ 1-ին 20 են կռվել տղաները, ասենք, Շաթաղում։ Նույնը եղել է Սասունում առանց Փեսան դաշտի պայմանական։ Մշո դաշտում չեն կարացել ինքնապաշտպանություն անեն, թեկուս ընտանիքները հանելով Սասուն, որպեսզի ասենք, դե սասունցիներն էլ տղամարդիկ բնական է այդ ժամանակ քիչնային Մշոտ դաշտ եւ բանա Վահաննա պահել էր պետք։ Իդեպ մեր նման հիմար էլի կա, ասենք գերմանացին, ասենք ֆրանսիացին, իրանք էլ մեր նման էշ հիմարների մեկներն են։ Ինչի է դա։ Այդ հիմարությունը, որ տանկ պրծնենք, բնակչության մեջ եղել է, ասենք, Ֆրանսիայի երկրորդ համաշխարհայինից առաջ, երբ որ Գերմանիան սկսեց ուժեղանալ ու բանը առանց դիմադրության Ռուրի բանը Ռեյն գետի ավազանը, ասենք, հետ վերցրեցին, հետո Էլզաս Լատարինգիայի բանը արդեն սկսեցին աշկ բանանը դնել Էլզասի վրա, որը որ նույն ֆրանսիական Լատարինգիան էր, որը 1870 թվականին էին իրանք խլել ֆրանսիացիներից, բանը գերմանացիները խլել էին, իսկ 14-18 առաջի համաշխարհայինի ժամանակ ֆրանսիացին հետ էր վերցրել։ Այ գերմանացին այդ Էլզասին, որը փաստորեն Լոտարինգիա էր կոչում ֆրանսիացին, հետ էր ուզում վեկալել։ Եվ Ֆրանսիայի մեջ շատ լիքը մարդիկ կային, որ ասում էին, այս բանը, որ մեծ պատերազմը մոտենում, տանկ պրծնենք։ Մեզ պետք չի Լոտարինգիան, դա իրականում Լոտարինգիա չի, դա Էլզասա։ Այ ոնց որ շատերը կային, ասենք Արցախանից ալերգիա են ստանում, ասում էին Ղարաբաղը թուրքերն ուզում են, բան չեր խոստովանում, որ ինքը վախկոտ շլվարի մեջ լցածի մեկն էր, կամ 2-ը կամ 1000-ը, եւ ասում էր տանկ պրծնենք, արդարություն, բան, այնտեղ իրանք չէ որ 20 տարի կամ 33 տարի 4 ամիս ապրել են, ուրեմն դա իրանցն ասենց վիճակներ, ասենք գոնե դաշտային Ղարաբաղի վրայով դաժե չէին ամանչում խոսային, այդ 5 շրջան եւ 2 շրջանի վերաբերյալ էլի, ասենք չէին էլ ամանչում դրա, Արցախի վրով ամանչում էին, համացանցում էլի այնս բանը նամյոկներ, բան, բայց դաշտային Արցախի եւ Խարվաճարի եւ Բերձորի, որը ընդհանրապես ասենք 70-80 տարի առաջ էր, ասենք հայաթափվել, չէին էլ ամանչում։ Նույնը գերմանացին, երբ որ Լոտարինգիայի վրա սկսեց աշկ դնել, ասելով սա Էլզասն է, ֆրանսիացիք մեր նման էշեր կային, որ ասում էին մուշը տանք պրծնենք խոսքի։ Շաթաղի նման չէին ասում Փեսան դաշտը պահենք, որ Շաթաղը պահվի։ Ես մի քիչ բաներ եմ անցկացնում, որ մարդիկ ավելի պատկերավոր հասկանան, որ այդ հին խնդրեմա, շատ հին խնդրեմա, երբ որ մարդը ինչ-որ բան է ձեռք բերում, հաճախ չի ընդունում որպես Իրանը, որտեվ անմիջապես գրպանի մեջ չի դնում, ասենք ընդհանուրն է։ Եվ հետո այդ ընդհանուրի համար այնքան էլ չի ուզում նեղություն տա հարկերով, թե
գրպանից փող տա, թե արյունով հարկ տա։ Ֆրանսիացին, իսկ դրանից առաջի համաշխարհայինի ժամանակ գերմանացիք միջև թեժանալը, ասենք, այդ առաջի համաշխարհայինը, երբ որ ֆրանսիացին Գերմանիայի հետ պատերազմի մեջ, ասենք, գերմանացին հարձակվեց, բայց Ֆրանսիան լավ դիմադրեց, ժողովրդի դուխը տեղն էր, Էլզասը ընդամենը 40 տարի առաջ, Լոտարինգիան 40 տարի առաջ էին կորցրել, եւ այդ Լոտարինգիան հետ վեկալելու շանս ընդունեցին գերմանացիների հարձակվելը եւ ոգևորված էին աստիճանի, որ լեգենդներին մոտիկ, ասենք, բաներ կա, քաղաքացիականների ներդրումներ կա, ասենք, հազարավոր Փարիզի տաքսիստների զորքերի տեղափոխելը 1-2 օրում 100-ավոր կիլոմետրեր։ Տաքսիստները գալիս էին, զորք էին տեղափոխում, կամավոր ոչ մեկ իրանց չի պարտադրել։ Դա արել են, որպեսզի, ասենք, հայրենասիրություն կար մարդկանց մեջ, ոգևորվածություն կար, վերադարձնելու ցանկություն կար Լոտարինգիան։ Իսկ գերմանացին Էլզասը պահելու ցանկություն չուներ, քաղաքացին։ Եվ պետության ֆունկցիաներ, ասենք, գերմանացին կարողացավ իր քաղաքացուն բերել այն վիճակի, որ ինքը սկսեց այդ Էլզասի համար, Էլզաս Լոտարինգիայի համար պատերազմել եւ 4 տարի պատերազմեց։ Ուզում եմ ասեմ, թե գերմանացին, թե ֆրանսիացին, նույնը ֆրանսիական, ասենք, ծովի այն կողմը գտնված Ֆրանսիայի տարածք կոնստիտուցիայով հայտարարված Ալժիրի համար ֆրանսիացին այնքան էլ ցանկություն չուներ այդալ պատերազմելու։ Այդ տիպի բաներ, ասենք, ռուսը ասում էր Չեչնյան տանկ պրծնենք, ասում էր Կովկասը տանկ պրծնենք, հերիքա կերակրենք Կովկասը, հիշում եք տենց հայտարարություններ սրանից դեռևս 15 տարի առաջ հեղեղված էր, ասենք, անգամ հեռուստատեսությունով էր նման բաներ հետում, NTV-ն այն վաղ օպոզիցիոն, կիսո օպոզիցիոն սենց խաղեր էր տալի, ընդեղ Նավադվորսկը, ես իմով բան սենց բաց ասում էին Չեչնյան տանկ պրծնենք, Կովկասը բոլակ երակրենք, то есть նման վերաբերմունք 15 թիվը, ասենք, եթե մենք նման վերաբերմունք չունենայինք, մի քիչ ուրիշ ձև տրամադրվեինք կողքի գյուղերի նկատմամբ, այդպես չէր լինի։ Մի օրինակ եմ ուզում բերեմ 90 թվական 1990 թվականի ուրեմն հունվար բանը, հիմա կարող է իրար հետ արդեն լավ եմ, բայց ես շատ լավ եմ հիշում, ոնց էր Գետաշենի Ազատ, Կամո եւ Գետաշեն գյուղերը բան անում, մեկը մյուսին ձեռ չէր մեկնում։ Ազատի բնակչությունը այնտեղ ոչ մեկ ձեռ չէր մեկնում, դե մենակ ծերերն էին մնացել, ասում էին չենք ելնի, Կամոյի ժողովուրդը չէր էթում օգնությամբ։ Եվ ստեղից ֆիդեական խումբ գնաց, ես էլ պիտի այդ խմբով գնայի, ուղղակի ասենք հրաժարվեցի ինչ պատճառով, դեռ ջոկատը չէր ձևավորվել, եթե ճիշտ է խոսանք, մի քիչ էլ ինձ վախացրեց անձնակազմը, մի քիչ գողականը շատ էր խոսակցության մեջ, բայց իրականում հայրենասեր տղեկ էին, այդ 90 թիվը ցույց տվեց, որ գողական, քյարթ եւ այլն տղաների մեջ հսկայական մեծ տոկոս մարդիկ կան, ովքեր որ այս տարածքը սիրում են, հողի համար պատրաստ են շատ բանի, ազգն են սիրում, բոլորը չի որ թաթուլ են մենակ սիրում, այլ կան մարդիկ, որ կարող է թաթուլ լսեն, բայց սիրեն Հայաստանը, էլի ասենք, հիմա որ սենց ես ռաբիզ երաժշտություն չեմ սիրում, բայց հիմա որ սենց հարցակում ա գնացել բանա այդ թաթուլի համերգին գնացողներին ինձ այնքան էլ դուր չի գալի, որտեվ այդ 10,000 հոգի այդ համերգինով գնացել են իմ եղբայրներն ու քույրերն են կամ իմ զավակներն են, եթե մի քիչ ավելի ջահել են։ Դուս չեմ կարծում, որ այտենց տեղ-տեղ սահմանը անցնելով վայրահաճոց մենք պետք է հիմա լսենք, էլի։ Հա, կլկլոցա ինչա, դուք եք դաստիարակել, ասենք այս ժողովրդին այս վիճակի բերել, որ ինքը կլկլոցա լսում։ Դուք եք արել, մանավանդ ասենք, որ արվեստի, կուլտուրայի հետ կապված մարդիկ են նման բաներ անում։ Հիմա բանը Ազատի Կամոյի բաները, ուրեմն կամավոր ջոկատը գնում է Ազատի բնակչությունը մոտ 15 կարծեմ ծեր մարդ հալնում, 17 հոգանոց ջոկատա գնում Ազատ, եւ ոչնչացնում է 300 հոգուց բաղկացած թուրքական, ասենք, հարձակվող գումարտակը BTR-ներով։
այդ վաղ փայլումը ասենք երկու հոգու աստղ, որոնք շատ մեծ ճանաչում ձեռք չբերեցին ժողովրդի մեջ, որովհետև գաղտնի էր ֆիդայությունը, թաքուն էր, այդ անմիջապես այդ վաղ կամավորական շարժում էր այդում, բայց այդ տղաները ովքեր որ գնացել էին դեռ ֆիդայական խմբեր էին, ասենք մեջ էինք մենք այդ դրա համար այդ հունվարի այդ պահը այնքան էլ չբռնացրեցինք էլի, որ կարելի էր այդքան գաղտնի չանել։ Բաղդասարյան Գևորը, որը հանձնաժողովի փոխնախագահն էր պաշտպանության պարլամենտում, այդ Գերագույն խորհրդի անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահն էր, ինքն էր այդ հրամանատարը եւ Գևորգյան Գագիկը նաեւ ասենք այդտեղ աչքի ընկավ, որը հետագայում դարել էր պաշտպանության նախարարի Վազգեն Սարգսյանի օգնականը։ Դա բավականին, ասենք, բարձր պաշտոնա, զինվորական կրթություն չունեցավ մարդու համար։ Հենց այդ վաղտա հիմքը դրվել իր, որ ասած, մարտական ռազմական կարիերայի։ Կամոից ոչ մեկ չի եկել իրանց օգնության։ Կռվել են այդ Հայաստանից գնացած եւ Ստեփանակերտից եկած մի քանի հոգի, ազատում կայնացրել են այդ վայրագությանը նախապատրաստված ազատ գյուղ ներթափանցված 300 քանի հոգանոց խումբը։ Ինչքան տեղեկությունները, ասենք, չեն ստում, չգիտեմ, բայց ոնց որ թե 100-ից ավել բանը կորուստ են ունեցել, բանը սպանված եւ վիրավորված թուրքերը։ Դրանից հետո Կամոին Գետաշենը չի գալի օգնության եւ Գետաշենը դատարկվում է հունվարի վերջ, կարծեմ, թե փետրվարին։ Հետո Գետաշենին Շահումյանը չի գալի օգնության, չգիտակցելով, որ Գետաշենը իր Վահանն է։ Հա ջոկատի հրամանատարներ եղել են, որ ուզեցել են գնան, բայց ժողովուրդը ցանկություն չուներ։ Հիմա կարող է հելնեն ասենք ելույթներ ունենան, որ մենք ուզում էինք գնայինք, բան չհասցրեցինք, որովհետև սուտ է։ Ոչ մի լուրջ ուժ Շահումյանից չի գնացել Գետաշենին օգնության։ Բայց գիտակցություն կար, չէ, որ Շահումյանը, եթե կորում է, սահմանամերը կից դառնում ես դու Շահումյան արդեն ոչ միայն դեմից, այլ նաև հետևից։ Որտեն երկու կողմից հարվածի հնարավորությունը հակառակորդը ստանում։ Այդ բանա Սասունը այտենց կարար չլիներ, եթե ժամանակին Կամոին գյուղին պայմանական օգնության էր, եթե ինքը Կամոյա ազատ գյուղին օգնության գնար պայմանական։ Հասկանում եք, Վահանը, ֆորպոստը, այն որ ռուսը ասենք մեզ ֆորպոստ էր անվանում, ոնց բանա մի քիչ դուրներս չէր գալի, ինձ էլ ճիշտն ասած այնքան էլ չէ, բայց Հայաստանում գտնված ֆորպոստ ինքը ունի, դա 102-րդ բազա է, ու ինքը հիմար հոչի 102-րդ բազան Ռուսաստանի սահմաններից այդքան դուրս դնում է, ինչի համար է դնում։ Դա Վահան է, որով մարմինն է ծածկում։ Դուք մենք հիմա շատ ենք ափսոսում Արցախի համար։ Ափսոսալ չէ, ոռնոցս գալիս է, ասենք, պատմական, ասենք, հող ենք կորցրել։ Բայց 10 անգամ ավել ոռնոցս գալիս է դրա համար, որ Վահան ենք կորցրել։ Որովհետև եթե ասենք պատմական հողերը չես կարացել պահես ու պիտի միայն ասենք զոհերով բանաներ, պահեր ու հետո ի վիճակի չլիներ երկրորդ հարձակումը պահեր, ավելի լավ է բանակդ հետ քաշես։ Շատ-շատերը, ասենք, կհիշեն Լև Տոլստոյի գրած Պատերազմ եւ խաղաղություն, ընդ շատ լավ է նկարագրված, ոնց է Կուտուզովը պահպանում զորքը հանձնելով Ռուսաստանի զգալի մասը, հետո անգամ մայրաքաղաքներից մեկը Մոսկվան է հանձնում, բայց զորքը պահպանելով եւ դա հետո հնարավորություն է տալի հաղթանակ տոնել։ Այդ ժամանակ մենք Ռուսաստանի մաս չէինք կազմում, բայց 1941 թվականին զորքերը դիմադրելով, հողերը հանձնելով եկան Մոսկվայի պատերի տակ կանգնացրին հակառակորդին, կարևորը պահպանելով բանակի մեծ մասը։ Իհարկե կացոլներ եղան այնտեղ բանի տակ, Խարկովի տակ, այնտեղ Կիևի տակ, հսկայական կացոլներ, հարյուրավոր հազարներ, ասենք, ընկան գերմանացիների ձեռը, բայց ընդհանուր բանակի այդ հիմքը պահպանվեց եւ հնարավորություն եղավ հարձակման։
Բայց եթե սովետական միությունը չունենար Վահանը, նոր 39 թվականին ձեռք բերած արևմտյան Բելարուսյան եւ արևմտյան Ուկրաինան, նաեւ ասենք Մոլդավյան, հələ հարցամիջև ուր էին հասնելու գերմանացիք, ունենալով Վահանը ինքը հնարավորություն ունեցավ մի քիչ ավելի շատ, ասենք, տարածություն հանձնել հակառակորդին եւ հակառակորդը ստիպված եղավ ավելի երկար լոգիստիկ, ասենք, շղթաներ կազմի, ճանապարհներ կազմի եւ պաշտպանելով, բանով, ասենք, պարտիզաններից եւ այլն, որպեսզի առաջնագիծ զորքերը ապահովի մարդկանցով, զինամթերքով, սնունդով եւ այլն։ То есть, նենց չէ՞ որ մարդիկ չեն հասկանում ինչ են անում, ոնდե էշ Ստալինը մարդակեր Հիտլերի արդեն մի քանի հազար հրեաներին ոչնչացրած 39 թվականին մի քանի հազար կոմունիստներ ոչնչացրած Հիտլերի հետ այդ հողերի պայմանավորվածությունը ձեռք բերեց, որպեսզի Վահան ունենա, Վահան, որը որ կպահի իր բուն, ասենք, ոնց որ ասած հողերը, միջև այդ Վահանը կամաց ինքը մեր նման էշ չէր, էլի 30 տարի հետո լրիվ գմարսեր, այդ մենք ենք որ 30 տարվա մեջ ազատագրված, ասենք, հողերը նորից թույլ տվեցինք, որ հակառակորդը օկուպացնի։ Նաև դրա պատճառով, որ ընդ բնակչություն գրեթե չենք կարողացել տանեինք։ Այդ հսկայական 7 շրջանում 16000 բնակչություն, այդ ոնց կարելի է, էլի։ Քարվաճառի պես դրախտում 2000 հոգի մարդ էր ապրում։ Գրեխը։ Ես մի անգամ լսել եմ այս ստուդիայում այսօրվա մեր երկրի ղեկավարը ասեց եթե հողերը վերադարձնելու վերաբերյալ դա 14-15 թվերների վայթե, թե 16 թվից հետո ասում էր այդ հողերը եթե մերն աբախի չենք վերաբնակեցնում։ Ճիշտ հարցեր տալի, էլի։ Շատ ճիշտ հարցեր տալի։ Ճիշտ է, ինքը հետո երկրի ղեկավար դառնալով կարևորեց արդեն Վահանը, առաջի Վահանը այդ շրջանները, հետո Արցախը, բայց չկարողացանք նորմալ դիմադրենք եւ այդտեղ գոնե Սասունի օրնան գանք, կռվելով, բայց ասենք պարտվեցինք, հանձնեցինք այդ հողերը 20-ից 23 թվերի ընթացքում։ Ասածս որն է, լավ, հիմա կոնկրետ Սասունի ժառանգները ստեղ ապրում են, կռվողների ժառանգները։ Ստե նաև ապրում են Վանի կռվողների ժառանգները, 12 տարեկան Սիրանուշ, ասենք, Սուրհանդակի ժառանգներն են ապրում, Թերլեմեզյան հրացանով գնդացրորդի դեր խաղացող Թերլեմեզյանի ժառանգները, որը հրացանով գնդացի թնդանոթի հետ մենամարտի էր մտնում եւ կարողանում էր դիպուկ կրակոցներով ոչնչացնել գնդացիր սպասարկող թոփչիներին, փաստորեն կոնտր բատարեյնի բարբա էր անում եւ թնդանոթի դեր խաղալով հաղթող էր դուրս գալի։ Այստեղ ապրում են, ասենք, Շաթաղի 12 թվականից պատրաստվող մարտական խմբերի տղաները, ովքեր որ 200 հոգանոց, ասենք, խումբը կարողանում էին կայնացնել 12 հոգով ու ոչ մի բան չպետք է մեր մեջ հիմա փոխվի։ Հաճախ ասում են պատերազմից հետո ծնվում են հիմնականում փախչողների, վախկոտների, պահկվածների ժառանգները, որովհետև կռվողները զոհվում են։ Դա սուտ նարատիվ է, որը որ ազգերը թուլացնող գեգեմոններն են տարածում։ Առաջ Անգլիան էր տարածում, հիմա արդեն մի 50-60 տարի ամերիկյան բաներն են տարածում, տարբեր կառույցներ, որպեսզի բոլորի մեջ մտնի, որ ես վախկոտի ժառանգ եմ։ Այդպես չկա այդպես բան։
վախկոտները չեն փրկվում, վախկոտները ոչնչանում են առաջինը, դա մեր սպանված, ասենք, մարտիրոսները վկա, սրբադասված 1.5 միլիոն, պահպանվել են դիմադրողները, պահպանվել են այն տղամարդկանց, ով որ կռվում էր իրանց ժառանգները, այն կանանց, որ փամփուշտների կրակոցների տակ սասունում, վանում, շաթաղում, շապին գարայի սարում, Ուրֆայում կրակոցների տակ քարերը բերում, պատ էին շարում, որ վերականգնեին թնդանոթի կխփած, ասենք, պատերի բլվածքը, այդ կանանց ժառանգներն ենք մենք, այն երեխաների, որ ասենք կրակոցների տակ էթումին ռումբը վնասազերծում էին, որ իրա բարութը օգտագործվեր զինագործների կողմից, այդ երեխաների ժառանգներն ենք մենք կռվող պատերազմի ժամանակ, ասենք, փոքրիկ բնակավայրերի կամ մեծ բնակավայրերի կամ փոքրիկ շրջանի պաշտպանական մարտերում հաղթանակած մեր հայրենակիցների ժառանգներն ենք, ոչ թե հոգևոր, այ անմիջապես, որովհետև իրանք հաղթել են եւ փրկվել են։ Իրենք փրկվել են, որովհետև դիմադրել են։ Մուսալերան, ասենք, բանը շատ խոսուն է։ Այո։ Ստեղ երևի արևմտյան Հայաստանի պաշտպանական միակ օջախն է, որ արևելյան Հայաստանում է հիմա գտնվում, ավելի շուտ սա արևելյան Հայաստան չի, այլ հյուսիս արևելյան Հայաստան է, Հայաստանի Հանրապետությունը մի փոքրիկ հատված, ասենք 450,000 քառակուսի կիլոմետրի փոխարեն, որը մեր պատմական եւ իրավական մեծ պատկանող հողն է, ուղղակի ձև չունենք գայլու գառի տարբերակով գառի դեր ենք խաղում, չենք կարող գելի բերնից, ասենք, մեր հողերը վեգալ ենք, բայց իրավիճակը կարող է փոխվել, կարող է մի օր, չգիտեմ ինչ լինի։ Այդ ընդեղից միակ արևմտյան Հայաստանից միակ դիմադրության կենտրոնն է եղել, օջախն է եղել, որի գրեթե բոլոր ժողովուրդը փրկվել է եւ տեղափոխվել է Հայաստան։ Էջմիածնի շրջանի Մուսալեր գյուղի բնակիչները վկա, դա իրանք են։ Ով ասենք կոնկրետ աղջիկ վերցրել այդ գյուղից, իմացեք ինչ արուն եք բերել, ով անդեղ աղջիկ տվել, իմացեք որ ձեր թորները, ձեր ծորները ինչ արուն են ունենալու, Մուսալերան հերոսների անուններն են, արունն են, ասենք, իրանց թորները եւ ծորները կրելու իրանց մեջ, այն որ բանը արևմտյան Հայաստանից այս կողմ եկած չաղկալ սասունցի ու մշոյեցիները, որ կան, այդ կռվողներն են, որոնք որ հաղթանակել են, բայց ասենք տեղափոխվել են ստիպված, որովհետև ասենք էլ ուժ չի եղել դիմադրելու եւ պահելու սասունը, այ դրա մասին է պետք խոսալ, դրա մասին է պետք հիշել եւ արունը պետք է պարտադրի քեզ որոշ բաներ անելու։ Ես շատ եմ սիրում Շարլ դե Կոստերի գերմանական ժողովրդական քաղաքային ֆոլկլորով հորինված կերպարի մասին գրած գիրքը Տիլ Ուլենշպիգելի մասին, գիրքը հենց տենց է կոչվում, Տիլ Ուլենշպիգել, Շարլ դե Կոստերը դե հոյակապ գրող էր եւ ուրեմն իր հորը այրում են Շտիլի եւ ինքը ասում է այդ հորս այրված մոխիրը սրտիս մեջ բաբախում է, այդ ձևի մենք պիտի լինենք։ Ես չեմ ասում ռևանշիստ լինենք կամ չլինենք, ով է ասում որ ռևանշը վատ բան է, ցանկացած ֆուտբոլիստի որ պարտվում է կամ ասենք չես ուզում որ հետո հաղթանակող դուրս գա, շտանգիստը որ ասենք չի կարող շտանգեն բարձրացնի, ասենք ով ասում որ չես ուզում որ ինքը բարձրացնի կամ ինքը վիճ չի դնում, իրանք բոլորը ռևանշիստ են, ովքեր որ ասենց սահուն դեպի վերև չեն գնացել,
բոլորը ռևանշիստ են, բացի այն, որ սենց սահուն միջև վերջ հելնեն, ասենք աշխարհում, չգիտեմ, Coca-Cola-ի գենդիրեկտոր դառնան, թուրք դառնան կամ չգիտեմ ինչ դառնան, ու արդեն թոշակի գալու վախտը եղավ, ասենք ոչ մի դիմադրություն կյանքում չի հանդիպ։ Ցանկացած մարդ, ով ինչ որ դիմադրության հանդիպում է եւ ստիպված է լինում մի քիչ հետ քաշվի, արդեն ռևանշիստ է։ Դա ով ասում վադը բառա։ Կամ ասենք կապիտուլյացիայի մասին, որ այդքան sense իստերիաների մեջ եք ընկնում։ Կապիտուլյացիա չի եղել միանշանակ, բայց կապիտուլյատիվ պայմանագիր եղել է, որը խոսում է մեր պարտվելու մասին։ Ով ասում, որ պարտվել է այդքան կործանարար, այդքան վատ բանա, որ պետք է չխոսանք դրա մասին։ Խելացի մարդիկ պարտությունը ճիշտ գնահատելով հաղթող են դառնում։ Արևելյան, ասենք, նկատել եք չինացիք 1.5 միլիարդ են, կարող է այնքան էլ դեբիլ չեն։ Չինացի բաները, փիլիսոփաները միշտ պնդել են, որ հաղթում է իրականում պարտվողը, որովհետև ինքը իր վրա աշխատում է, ինքը հետևություններ է անում, ռևանշիստ է լինում կապիտուլյանտ լինելուց հետո եւ գալիս է ավելի մեծ հաջողությունների։ Հիմա ինչ պիտակ ուզում եք վրես կպցրեք, ես ռևանշիստ չեմ, ես կապիտուլյանտ չեմ, ես նաև ալարմիստ չեմ, պաբեդիստ չեմ, ես ուղղակի ուզում եմ կենսունակ լինեմ, ես, իմ ընտանիքը, իմ ազգը, իմ երկիրը։ Դրա համար ես կարծում եմ, որ պիտի միայն ու միայն այն ձևը որդեգրենք, որ գնահատենք մեր մեջ եղածը եւ պատրաստվենք տարբեր արհավիրքների, ով ասում որ արհավիրքը մենակ թուրքի տեսքով կարա լինի, ում տեսքով ասես կարա լինի, եւ երբ որ դու պատրաստված ես լինում, իսկ պատրաստվելը նշանակում է հետևություններ ես արել քո նախորդ պարտություններից, ու պատրաստվածությունը բերում է անդրան, որ երբ որ իրավիճակը փոխվում, դու գոնե ավելի մեծ կորուստներ չես ունենում։ Իսկ եթե մի քիչ հավես ես ունենում, ավել ես պատրաստվում, ձեռքբերում ես ունենում։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով, իրոք շատ կարևոր զրույցի համար, իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։